Я просто тогда не привык к такому, понял. Я давно играл, очень не было такого прям жесткого слайда таких. А чё, мне так жестко тэпать, что ли? Не понимаю. А ты, блядь, выстрелишь 3 патрона, и тебя тэпнет, ты выстрелишь 3 патрона, тебя тэпнет. Լստավ ձենս ֆոնտը ֆուկա, երկումս կֆուկա, սուկա, պրոշներին քոքը սուկա, էսի տարիներ նպաստած վեսի, փողը ձգումա կեսի, տղեքը տակը բեսի, հարցիդ պատասխանը եսին, եղար աշակերտ գլխի դաստով դասատու։ Բարև բոլորին։ Քանի որ ես իմ առաջին վիդեոն է, առաջարկում ծանոթանանք։ Ես Երոն եմ, ով շատ ասում, կիսվել խաղային թեմատիկայով։ Այսօր կանգնենք առնելու գտանք երբեի վրա, ավելի կոնկրետ ինչպես ճիշտ կրակել, միաժամանակ ճիշտ շարժվել կրակելու ժամանակ։ Ձեր միակ աջակցությունն էլ կլինի լայք դնելն ու բաժանորդագրվելը։ Այդ մեծ մոտիվացիա կտա շարունակել փորձել ինձ YouTube-յան հարթակում։ Ովշմ էլ չսպասացնեմ, անցանք այսօրը բունյութին։ Այսօրվա մեր քայլերի հերթականությունը։ Պարզ մոմենտ կրակելու ժամանակ, tracking, նույնին քային, slide teleport, որը որ գլխավոր մետանա գտային GRP-ում։ Ամանորյա լավ տրամադրությունով սկսում ենք այսօրվա մեր առաջի կետից։ Պարզ մոմենտ կրակելու ժամանակ, նույնինքը պրիցել մտածվաղ ճիշտ կառավարում պերսոնաժին։ Ընդեղ աշներքևը որ նայեք, ձեր համար իմ կլավիատուրան ու մոկնիկն է դեմոնստրացիա տված, որ ավելի հեշտ ու տեսանելի լինի սա գործողությունները։ Սերվերում ներկապային ահա որ մետայի AD-ով շարժվել է, ժամանակին VSD-ով են շատերը շարժվում, ամենակարևոր կետերից մեկը, հետի կրակելու ժամանակ որ shift-ը պարտադիր պետք է միշտ սխմած լինի, առանց shift չպիտի կրակեք, որովհետև shift-ն է ձեզ օգնում slide լինել ու teleport լինել։ Հետի որպես reflex արդեն ընթացքին կսովորեք, որ միշտ shift-ը սխմած լինի, առանց shift ընդհանրապես չենք կրակում։ Ուրեմն ոնց է այդ AD-ն իրականում։ Նոր սկսելու ժամանակ ինչ խորհուրդ կտամ, որ շուտ կանոնեք ադապտանաք, հետի պերսոնաժի ոտքերին նայելն է։ AD-ն չենք սխվում, սենց հավասար իրար հետ առանց թողնել, բան, դուք տուպը դուք կանգնած եք հակառակորդի դեմ, տենց մի տեղում, ենթադրենք ստեղ, ու այնտեղ տեսել են, որ շատ են սխալներ անում, կամ երկար դե սխվում, հետո այն սխվում, որովհետև ստես սենց ասած նիվիդիմնի սցենկա կա, որ ձեզ բրթում է։ Դրա համար ոնց ենք անում։ Դանդաղ, դե հետո A, դե հետո A, պերսոնաժի ոտքին էլի նայելով, դե հետո A, դե հետո A, նենց ենք անում, որ այս նիվիդիմնի սցենկին չկպնենք։ Սկզբնական ժամանակը սովորեք սենց դանդաղ ու սխմած չենք պահում անընդհատ, սենց A, կամ մի կնովկեն սխմած հաջորդի միանգամից, դեն սխմեցինք, թողեցինք, անսխմեցինք, թողեցինք, դեն սխմեցինք, թողեցինք, անսխմեցինք, թողեցինք։ Ու հետո նույնը արագ էլի արդեն։ Սերվերի մեխանիկան ձեզ ավտոմատ ոնց որ սկեյթի վրա ասենց արագ գնագակ ու ահա որ դժվար է դրան կապնելը։ Так, երկրորդ կետը, որը որ կուզեի անդրադառնալ, դա տրեքինգն է ու AIM-ը։ Նույն ինքը պրիցել կարողանալ ճիշտ բռնելը։ Այստեղ ունենք մի հատ սեկրետնի настройка, որի մասին որ ոչ մեկ համերա չի խոսում։ Ու հետի մտնում եք настройки, միշ կլավիատուրա։ Եթե 400 DPI եք խաղում, խորհուրդ կտամ настройки կոպի անել, ինքը իրական ահա որ приятный է։ Ու ամենակարևոր կետը улучшенное управление прицелованием։ Այս մասին ոչ մեկ ընդհանրապես չի խոսում։ Տալիս ենք включить, ինքը նույն aim assist-ի այդ ֆունկցիան է կատարում կարելի է ասել ու ահա որ լիվկի կպնում է ձեր հակառակորդին։ Հետի արդեն խաղալու ժամանակ կզգաք, ճիշտ է ինքը մի քիչ ճուստը դանդաղացնում է, բայց դա մեզ չի խանգարում, եթե մեզ պետքա լավ տրեքինգ ունենալ։ Ոնց ենք սովորում տրեքինգ անել ճիշտ։ Կարաք սկզբնական վախտում գնաք կինոստուդիա, անընդանեք մի հատ մի ժամանակ կինոստուդիա 2.5-ով, եթե պլատինում VIP ունեք, եթե չէ 10,000-ով, ու բոտ ենք դնում, բոտ ոնց ենք դնում։ F5 ենք սխմում, մտնում ենք NPC, ուստեղ IG տակիգից Abigail։ Գրում ենք создать ու արդեն ստեղ teleport ենք անում Abigail։ Ու փորձում ենք կոմբինացիան անել, առաջի կետի այդ պարզ մոմենտը պլյուս տրեքինգը, ոնց ենք անում։ D A shift-ը միշտ ինչպես միշտ հիշացնեմ սխմած D ու փորձում ենք մաքսիմալ մոտիկ դիստանցիայից կպնել տվյալ բոտին։ Հետո կամաց արդեն հեռանում ենք։ D ու պրիմերը ջոգեցիք արդեն ինչքան հեռու արդեն այդքան լավ։ Այսքանով դուք սովորեք բազովի տրեքինգը, եթե սերվերում մենակ չեք խաղում, ունեք ընկեր, որ ձեզ կարող օգնի ավելի ադապտանալու տվյալ տրեքինգին, խորհուրդ կտամ գնաք արենա ու փորձել AD-ով շարժվել ու փորձել կպնել մեկը մյուսին, ու ինչը ավելի պրակտիկա ու ավելի հարմար է դժվար տրեքինգին սովորելու։ Հաջորդ կետը մեր մոտ slide teleport-ն է, առանց որի դուք ուղղակի արենայում երկար չեք ձգի, որտեվ ահա որ շատ տարածված է տելեպորտները
մեր 5RP սերվերում, ու ինչը գլխավոր մետան է կարելի ասել հանդիսանում է սերվերում։ Այսօրվա այս կետի համար առանց ասել եմ տենց 3-ից 4 սլայդի տիպեր, որոնք որ ձեզ օգնելու են կրակելու ժամանակ։ Իսկ ձեզ խորհուրդ միջը սլայդ տելեպորտին անցնելը, ահա որ շատ կենտրոնացեք առաջին ու երկրորդ կետերի վրա, որովհետև առանց լավ մուվմենթի ու առանց լավ տրեքինգի ձեր սլայդ տելեպորտն լինելու է անիմաստ։ Դուք տելեպորտ եք լինելու, կրակելու եք, չկպնեք դիմացին, դիմացինը ձեզի ոչնչացնի։ Ու արդեն կարելի է անցնել այսօրվա սլայդ տելեպորտներին, նույն ինքը գլխավոր մետային вообще սերվերի։ Խորհուրդ կտամ ավելի շատ հետևել կլավիատուրային աջ ներքևում, որովհետև ավելի հեշտ ու տեսանելի է դառնում ձեզ սլայդ տելեպորտը։ Առաջի սլայդը որ կուզեք առանձնացնել, դա Kirok-ի սլայդն է, ամենահեշտը սերվերում ու կարելի ասել ամենաէֆեկտիվն է, որովհետև ձեզ կարելի ասել 100%-ի շանսով TP անում միշտ։ Կրակելու ժամանակ դեն ու S-ը հավասար սխմենք իրար հետ, դեն բաց ենք թողնում աշկլիկը միաժամանակ նույնպես ու մնում է արդեն մենակ սան ու հենց հաստատվում է պերսոնաժը դեմքը վազում է դեպի մեզ։ Այս պատկերը տենալուց հետո աշկլիկի կանում ու S-ը բաց եք թողում մնում է մենակ shift-ը։ Shift-ը միշտ ինչպես միշտ կրակելուց պետք է մնա։ Հիմա նույնը ավելի դանդաղացրած տարբերակով։ Լսում է զորքեր, թո մնացածը ջոգ են, արցակեմ ու բլոկեմ, եկել եմ, որ օգնեմ, բրծել են շուտ շոքերը, շուշեց Երկրորդ սլայդը, որ շատ ենք օգտագործում ու էլի ահա որ հեշտ ինքը պերեզարյատկից հետո է, ենթադրենք պերեզարյատկ ենք եղել, վազում ենք, C, պրիցել, թողում ենք C։ Թոքյանքի վատ բաները սաղ բլոկ են Երրորդ տպեի մեթոդը, որ կուզեի ավելացնել, դա տեսել եմ ռուսական YouTube-ից, ահա որ էլի մետա տելեպորտա ու ամենաբարդերի մեջ ենք մտնում։ Ոնց է դա իրականում, ենթադրենք, մենք պրիցելի մեջ ենք, հավասար թողնում ենք պրիցելը ու դեն սխում ենք վազում ենք դեպի աջ։ Աջ վազելուց հետո փորձում ենք անել 180 աշճան պերևառոտ, նույն ինքը սենց մոտավոր 180 աշճան պերևառոտը պետք է արվի մաքսիմալ արագ ու ոնց է արվում։ Մեկնիկը 90 աշճանով պետք է շարժենք դեպի ձախ, միաժամանակ հավասար սխում ենք W ու A ու սկսենք վազել դեպի ձախ։ Եթե արագ յուրացրեցիք այս պահը, անենք անցնենք արդեն այս տելեպորտի վերջին պահին, ոնց է вообще արվում։ Վազեցինք 180 աշճան պերևառոտ անսխմած մնաց ու դե ու պրիցել ու սակնովկե կթողում ենք։ Վերջում պրիցել մտնելուց առաջ միլիվայրկյանով դե ենք սխում։ Հիմա նույնը ավելի դանդաղացրած տարբերակով։ Չորրորդ ու ոչ պակաս կարևոր տելեպորտ, դա reload-ի տելեպորտն է, որը որ ձեզ ահավոր է օգնելու ֆայթերի ժամանակ, ենթադրենք դուք մտել եք reload, ու ձեզ պետք է նենց անել, որ մաքսիմալ քիչ ուռուն ստանաք, դրա համար օգտագործում ենք այս տելեպորտը, ոնց ենք անում reload տպն ու հաճախ հանդիպող սխալները։ Reload-ի տելեպորտը նման է անցած տելեպորտին, ու այդ հաճախ հանդիպող սխալներից մեկը սովորական վազելով reload ենք անում, հետի ամենամեծ սխալն է։ Ոնց ենք անում։ Ենթադրենք կրակվում եք, ձեր պատրոնները բրծավ, պրիցելից դուրս չեն գալիս ընդհանրապես ու եթե հիշենք երրորդ տպն ու օգտագործենք նույն բանը, ստացվում է reload տելեպորտ։ Հիմա պրակտիկայում ավելի արագ տարբերակով ցույց տամ, արդեն կհասկանաք։ Մոտավոր sense։ Հիմա նույնը ավելի դանդաղացրած տարբերակով։ Այսօրվա համար այսքանն է պատրաստել, հուսով եմ շատ մանրակրկիտ ու որակով ստացվեց։ Ու եթե վիդեոյի կետերը ճիշտ կոմբինացիա անենք, կստանանք մի հատ տնես գազան մովմենտ, որի դեմ խաղալը զուտ հունից կհանի։ Հետագայում իմ կոմբինացիաներն էլ ցույց կտամ, իհարկե ամեն ինչ կախված է ձեր ակտիվությունից։ Ես էլ գնացի, կհանդիպենք սրան հաջորդող մյուս վիդեոներում։